Կամբատը ուղեկցել է հիվանդանոց, հա։ Հարությունյանը վիրավորի հետ գնաց հիվանդանոց, էլի սկորիով։ Սկորին ուղեկցեց, էլի։ Այս կաղա տեղափոխեն Երևան։ Այնա։ Ժամուկես փրկարարները տանջվել են միջև հանել են այդ խեղճ չասած հետի բան։ Երեգնաձոր են տարե Վայոց ձոր բժշկական կենտրոն, բայց այդ ընթացքում է հանելու ժամանակ է շտաբօգնության բժիշկներն էլ տեղում հա օգնություն են ցուցաբերել։ Հունվարի 12-ն է Երևան Երասխ Մեղրի ավտոճանապարհի ելփին բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում ավազով բարձված բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի եւ կողաշրջվել բախվելով հողաթմբերին ճանապարհային երթևեկության ցուցանակին վթարի հետևանքով վարորդը ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները ովքեր իդեպ մոտ 1.5 ժամ հատուկ տեխնիկայի միջոցով են կիրառել որ կարողացել են վարորդին դուրս բերել ավտոմեքենայից այդ ընթացքում վարորդին տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Վայոց ձոր բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը, որից հետո վիրավորը տեղափոխվել է Վայոց ձոր բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորին գումարտակի հրամանատարն է ուղեկցել հիվանդանոց, այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը, տեղում է եղել նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի Արմենակյանի գլխավորությամբ վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն իմ տեղեկություններով արդեն հերթապահ քննիչը մեկնել է հիվանդանոց, ով հավանաբար հետո կժամանի դեպքի վայր։ Տեղեկացա նաև, որ լավ է, վարորդի կյանքին վտանգ չի սպառնում, կոտրվածքներ է ստացել ոտքերի հատվածում, բայց փրկարարները ահագին տանջվել են։ Եվ փրկարարները եւ Վայոց ձոր բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկները։ Ինքը հավանաբար այսպես իջի դեպի Երևանի կողմից է եկել, հեսա հետքերը, թափված ավազը, կոտրված ցուցանակը,
Եսի կռանա պետք ուղղելու համար։ Այստեղ ժամուկես փրկարարները տանջվել են, այդ խեղճ տղեն էլ ցավերից ղեկը կոտրվել է, արա։